Տիրոջը են գողության և շնորհակալության աղոթքներ ենք բարձրացնում դեպի քո սուրբ գահը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում քեզ, մեզ սիրող Հայր, քո մեծ սիրով ողորմության համար, քո տարած փառավոր հաղթանակի համար, քո թափած սուրբ արյան համար, քո կրած ճարճարակների համար։ Շնորհակալ ենք Հիսուսի անով, զորավոր Հայր, այս հնարավորության համար, այս առիթի համար։ Շնորհակալ եմ այն բոլոր հոգիների համար, որ այստեղ ներկա են։ Եվ ես փառք եմ տալիս բոլորանց համար, ովքեր մեզ նայում են, Տեր։ Մենք այսօր քո անունով ենք հավաքված, որպեսզի քո ողորմությունը, Տեր իմ Աստված, մեր կյանքում գործի, քո հրաշագործ ողորմությունը։ Դու երեք այսօր հավիտյան նույն ես, եւ մենք քո կարիք ունենք, Տեր, որովհետեւ դու մեծ ես ու չկա մեկը քեզ նման։ Մենք աղաղակում ենք դեպի քո սուրբ, փառավոր օրհնյալ գահը, քո որդու Հիսուսի անով, Հայրս, այսօրվա մեր ուղիղ եթերով, բոլոր նրանց համար, ովքեր որ միացել են այս բժշկությունը ընդունելու եւ ազատագրություն եւ քո ողորմությունը ընդունելու եւ քեզ ճանաչելու, որովհետեւ ժողովուրդը եթե հրաշքներ չտեսնեն, չեն հավատա, Տեր, թող քո հրաշքներդ ու նշաններդ հետևեն, թող ողորմություններդ գան եւ թող քո անունդ փառավորվի, Հայրս, ամեն։ Փառք Տիրոջը, սիրելի Facebook-յան ընկերներ, սիրելի քույրեր, եղբայրներ, սիրելի ներկաներ, շնորհակալ ենք Աստծուց, շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր որ միացել են մեզ այսօր ուղիղ եթերով, ինչպես որ մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք հիվանդների համար։ Աղոթելու ենք բոլոր նրանց համար, ովքեր որ մեզ միացել են ուղիղ եթերով։ Եվ ես մինչև աղոթքը ուզում եմ մի համար կարդամ Եբրայեցիների 11-րդ գլխից հավատքի վերաբերյալ, որը շատ կարևոր է։ Գիտես, շատ անգամ մարդիկ ասում են, ես հավատում եմ։ Հարցածագում ում ես հավատում եւ ինչին ես հավատում։ Գիտես, եթե դու ասում ես ինչ-որ մեկին հավատում ես, դու հավատում ես իր խոսքին, իր ասածներին, դու հավատում ես այն հնարավորությանը, կարողությանը, որ նա ունի, իսկ դու չունես։ Դու չես կարող անել այն, ինչ որ նա կանի, դրա համար հավատում ես։ Ոչ թե հասկանում ես, այլ հավատում ես։ Քեզ համար անհասանելի է շատ անգամ այն մարդկանց դերը քո կյանքում, որոնց դու դիմում ես քո դժվարության մեջ, ասենք հիվանդության ժամանակ, երբ որ մենք գնում ենք բժշկի, մեզ պետք չի գնանք բժշկական համալսարան ավարտենք, որպեսզի բժշկական օգնություն ընդունենք։ Մենք հայտնում ենք մեր հիվանդությունը, մեր խնդիրը, եւ բժիշկները սկսում են մեզ հետազոտել, եւ ըստ այդ հետազոտությունների բուժում են նշանակում հաբեր կամ այլ բժշկական միջամտություն, որին մենք վստահում ենք առանց հասկանալու, առանց որևիցե մի տեղեկություն ունենալու, մենք վստահում ենք, երբ որ այդ հաբերը խմում ենք, մենք չենք գնում դեղագործական համալսարան ավարտում, մենք չենք տանում այդ դեղերը լաբորատորիայում ստուգում, մենք ուղղակի գնում ենք ինչ որտեղ կուրորեն գնում ենք եւ ընդունում ենք այդ հաբերը։ Արդյունքից հետո նոր մենք եզրակացություն ենք կայացնում, որ մենք բուժվել ենք, որ այդ բժշկական միջամտությունը մեզ օգնեց, որտեղ մենք վստահեցինք, որտեղ մենք հավատացինք, մենք չհասկացանք, որովհետեւ դա մեր հասկացողությունից վեր է, եթե մենք հասկանայինք, մենք մեզ կբուժեինք, բայց մենք չենք զբաղվում ինքնաբուժմամբ։ Եվ շատ անգամ որոշ բաներ կյանքում մենք ուղղակի վստահում ենք, երբ որ մեր բջջային հեռախոսը փչանում, մենք գնում ենք այն մարդու մոտ, որը կարողանում է այդ հեռախոսը սարքել, մենք վստահում ենք իրան մեր թանկ հեռախոսը, մենք հավատում ենք, հավատքը նա է, որ դու չես տեսնում այն ամենը, ինչ որ կատարվում է, չես տեսնում նաև տվյալ դեպքում այն անձին, որը քո կյանքում կատարում է, բայց դու կարևոր է հավատաս խոսքին, որովհետև ցանկացած վստահությունից առաջ խոսքն է գործում։ Գիտես, Եբրայեցիների 11-րդ գլուխն ասում է, հավատքը հուսացած բաների հաստատությունն է եւ չերևացող բաների ապացույցն է,
որովհետև նրանով առաջինները վկայություն ընդունեցին, այսինքն նրանք վկայեցին այս հրաշքը, որ իրանց կյանքում տեղի ունեցավ, նրանք վկայություն ընդունեցին իրանցից առաջ եղած հրաշքների մասին։ Եվ այսպես այդ վկայությունները եկան հասան մեզ, եւ այդ վկայությունները մենք էլ այսօր ընդունում ենք, եւ այդ վկայությունների վրա եղած հավատքը մենք արտահայտում ենք առ Աստված։ Հավատքը հուսացած բաների հաստատությունն է, այն ամենի վրա, ինչի վրա մենք հույս ունենք եւ հույս ենք դրել, հավատքը դա մեր հիմքն է։ Իսկ հավատքը Աստծո խոսքի վրա է հենված, որտեղ Աստվածաշունչն ասում է հավատքը լսելուց այս լսելը Աստծո խոսքից։ Որովհետև չկա հավատք եւ Աստծո շնորհքն ու ողորմությունը եւ հաճությունը չկա, եթե չկա աստվածային հավատք։ Իսկ աստվածային հավատքը գալիս է Աստծո խոսքից։ Որովհետև նրանով առաջինները վկայություն ընդունեցին, այսինքն նրանք հավատացին չերևացող բաներին, որ Աստված կարող է անել դա։ Շատ անգամ այն ինչ որ մենք խնդրում ենք Աստծուց, մենք պատասխանը չենք տեսնում եւ Աստված էլ չի երևում, ինչպես մենք շատ անգամ որևիցե մի գործ, երբ որ տեսնում ենք ինչ որ մեկի կատարած, մենք չենք տեսնում նրան, որ կատարել է, բայց մենք տեսնում ենք այն ինչ որ նա արել է եւ հավատում ենք, որ դրա հետեւ ինչ որ մեկը կանգնած է, այս պատվանդամ ինչ որ մեկը պատրաստել է։ Կարևոր չի, պատրաստողին մենք չենք տեսնում, բայց դա չի նշանակում, որ ինչ որ մեկը չի արել դա։ Եվ այն ինչ որ Աստված պիտի անի քո կյանքում, դա իրականում շատ մեծ հրաշք է, որին մենք հավատում ենք։ Մենք չենք տեսնում նրան, բայց Աստծո խոսքն է ասում մեզ, եթե ինչ բան, որ Հիսուսի անունով խնդրենք նրանից, 2-3 հոգի միաբանվելով եւ համաձայնության գալով, մենք պիտի Աստծուց առնենք։ Եվ մենք վստահում ենք այս խոսքին։ Մենք հավատում ենք նրան, որ ասել է, մեր Տեր Հիսուսը, որ 2-3 հոգի իմանով ինչ որ խնդրեք, պիտի ստանաք ուրից։ Եվ այս հաստատությունն է մեր հավատքը, որով մենք աղաղակում ենք դեպի երկինք, Աստծուց խնդրելու այն, ինչ որ մեզ պետք է։ Եվ եթե ուզում ես քո հավատքդ գնալով ավելի արդյունավետ, ավելի պատկաբեր լինի, ես քեզ խորհուրդ եմ տալիս Աստծո խոսքը կարդաս։ Եվ այն հավատքը, որ Տերը քո կյանքում կտեսնի, ավելի ու ավելի կզարգանա քո եւ Արարչի հարաբերությունը եւ նրա ողորմությունները քո կյանքում ավելի հասանելի կլինեն։ Դրա համար այն, որ քո կյանքում շատ կարեւոր է Աստծո խոսքի ընթերցանությունը, որտեղ դա էլ է բերում բժշկություն, ինչպես հիմա արդեն սկսվել է այդ բժշկությունը, սկսի կարդալ նոր կտակարան։ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես, եւ դու կհանդիպես այն Աստծուն, որը մեծագույն հրաշքներ արել, որ այսօր էլ նույնն է, ինչպես երեկ էր, եւ հավիտյան նույնն է։ Փարտիրոջը ես ուզում եմ այս հավատքի հողի վրա, այս հավատքի հաստատության ու հենքի վրա հիմա միասին աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր որ մեզ միացել են եւ կմիանան, եւ հետո ովքեր որ մեզ ուղիղ եթերով ձայնագրությունը կնայեն։ Մենք փառավորում ենք քեզ Հայր Հիսուսի անունով, մենք շնորհակալ ենք քեզանից։ Եկեք նախ գոհանանք այն ամենի համար, որ արել է, որովհետև շատ կարևոր է շնորհակալ լինել Աստծուն, որովհետև մինչև այսօրն էլ նրա ողորմությունն է, որ մենք կանք, նրա շնորհքն է, որ մենք ապրում ենք, եւ նրա ձեռքն է, որ մեզ պահել է։ Մենք խոնարհվում ենք եւ գոհանում ու փառավորում ենք քեզ Հայր, որ մեր կյանքում քո ողորմություններդ միշտ անպակաս են եղել։ Քո ձեռքը չի կարճացել այսօր էլ մեր կյանքը օրհնելու։ Քո ականջդ չի ծանրացել լսելու մեզ։ Եվ շնորհակալ ենք այն աղոթքների համար, որ դու արդեն իսկ պատասխանել ես, լսել ես։ Եվ հիմա այսօր եւս մեկ անգամ բարձրացնում ենք մեր աղաղակը բոլոր նրանց համար, ովքեր որ մեզ միացել են, Տեր, ովքեր որ հիմա հավատքով նայում են մեզ։ Բոլոր այն հիվանդանոցներում, հիվանդասենյակներում, այն բոլոր Տեր իմ Աստված վայրերում, որտեղ որ հիվանդներ կան, մենք աղոթում ենք, որ քո ողորմած ձեռքդ մեկնես։ Եվ մենք հրամայում ենք Հիսուսի անունով այդ բոլոր հիվանդություններին թողնել, հեռանալ, դուրս գալ
բոլոր այն անձանց կյանքից, ովքեր որ հիմա մեզ նայում են, ձեռքը դիր քո հիվանդ տեղիդ վրա, եւ ես Հիսուսի անունով աղոթում եմ, որպեսզի սատանայի ամեն կապանքներն ու շղթաները քանդվեն։ Ես բժշկություն եմ խոսում, ես խոսում եմ Տիրոջ բժշկարար զորությունը, որ իջնի քո վրա, Տիրոջ հոգին իջնի քո վրա, Տիրոջ ներկայությունը լցնի այն վայրը, որտեղ որ դու գտնվում ես, նստած ես, ծնկած ես, կանգնած ես, այն որ դու հիմա անում ես, դա հավատքի գործողություն է, քո աղոթքդ, քո կեցվածքդ, փակիր քո աչքերը, ձեռքդ դիր քո հիվանդ տեղիդ վրա, եթե կարող ես ծնկիր, եւ երբ որ Տերը տեսնում է քո հավատքդ, որը գործողություններ է, Տերը հավանում է, եւ այն ողորմությունը գալիս է, թերավատություն մի արա, սա իրական է, սա Աստծո խոսքն է, քո հարգալից կեցվածքը դա Աստծո նկատմամբ մեծագույն հարգանք է, աղերսիր նրանից, խնդրիր նրանից, լավա Տիրոջից խնդրենք, քան մարդուց։ Ես փառավորում եմ քո մեծանոթ Հայր։ Եվ ես Հիսուսի անունով սաստում եմ ամեն հիվանդություն, ամեն ցավ, ամեն տկարություն, մահվան խավարի ոգի եւ խավարի ուժ, Հիսուսի անունով դուրս բոլոր այն հոգիների կյանքից, բոլոր այն հոգիների մարմիններից, ովքեր որ հիմա մեզ նայում են, մարմնի անդամներից, ես բժշկություն եմ խոսում մարմնի բոլոր այն հատվածների անդամների վրա, ովքեր որ հիմա մեզ նայում են եւ իրանց ձեռքը դրել են այդ իրանց հիվանդ տեղի վրա, Տեր, թող քո զորավոր կրակը մաքրի, ազատագրի, քանդի ամեն շղթա, բժշկություն, 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 ազատագրություն, քեր բնական բժշկություն, քեր բնական բժշկություն, Տեր Հիսուս Քրիստոսի վերքերով, ես խոսում եմ, որպեսզի անցնի բոլոր այն հոգիների մարմնի միջով, ովքեր որ մեզ նայում են, բոլոր հիվանդանոցներում, բոլոր հուշտասատություններում, ամենուրեք Երևանի բոլոր վարչական շրջաններում եւ Հայաստանի բոլոր քաղաքներում եւ գյուղերում ամբողջ աշխարհում, ովքեր որ մեզ միացել են այս աղոթքը իրանց կյանքում ընդունելու որպես ազատագրություն ու բժշկություն, ես Հիսուսի անունով հրամայում բոլոր հիվանդություններին դուրս։ Ես արգելում եմ այդ հիվանդությունները, ես սաստում եմ այդ հիվանդության հետևականգնած դերերն ու ոգիները Հիսուսի անունով։ Ես կապում եմ այդ հիվանդությունները շակում կապված երկրում, նրանց զարգացման պրոցեսը, հետագա ընթացքը վիրժեցնում ենք ու արգելում ենք, լինելով Քրիստոսի մարմինը, լինելով Տիրոջ եկեղեցին, հավատալով այն խոսքերին, որ ամեն հիվանդ պիտի բժշկվի։ Ես խոսում եմ, որ բոլոր նրանք, ովքեր որ կաղ են եւ նստած են իրանց շարժասայլակներում, որ Տիրոջ զորությունը հենց հիմա հպվի, Տեր Հիսուսի անունով, վերականգնվի նրանց ոտքերը, մկանները, նրանց ուժը, արյան շրջանառությունը, Հիսուսի անունով հնազանդեցնում եմ ամեն հիվանդություն, ամեն ցավ Հիսուսի ոտքերի տակ եւ ազատագրություն եմ խոսում, ամեն գլխացավերից, ամեն շնչառական ուղիներից Հիսուսի անունով ստացնում եմ ամեն վիրուսները, ամեն տեսակի հիվանդությունները դուրս Հիսուսի արյան զորությամբ։ Փառքես Տեր, ստամոքսի խոցերը 12 մատնյա աղիքը Տեր, արյան ամեն հիվանդությունները, Հիսուսի անունով, որովայնի եւ ողնաշարի ամեն տեսակի ճողվածքները, բժշկություն եմ խոսում եւ ազատագրություն ամեն հիվանդություններից։ Որ քո անունդ մեծ է Տեր, եւ քո անունդ են կանչում քո արյան զորությամբ ամեն հիվանդություն, ամեն ցավ վերար եւ բժշկիր, մաքրիր ամեն աղտ ու աղտեղություն, քանդիր ամեն անեծք ու կախարդություն, ամեն թուղթ ու գրիժ եւ խավարի ամեն ուժ թող նահանջի Հիսուսի անունով։ Փառքես, շնորհակալ եմ քեզանից, բարեգութ ու բազմավողորմ Տեր, ովքեր որ թերահավատությամբ են նայում, թող բժշկարար զորությունը դրանց վրա էլ իջնի, թող ամեն ծուղ ծալվի, թող ամեն շուռ դավանի, թող ամեն հայաց բարձրանա դեպի քեզ եւ ամեն լեզու փառավորի քո անունդ, որ Հիսուս Տեր է երկնքում եւ երկրի վրա։ Մենք փառավորում ենք քեզ, Հիսուս, ամեն հիվանդություն բժշկիր, ամեն ցավ, ամեն անեծք վերցրա, բոլոր այն հոգիները, որոնք հիմա իրանց աղաղակը
բարձրացրել իրանց հավատքը դեպի քեզ են ուղղել Տեր ես աղոթում եմ որ այդ հիվանդասենյակներում այդ հիվանդանոցներում լցվի քո զորությունը այն բժիշկները որոնք հիմա վիրահատություններ են անում ծանր վիրահատություններ սրտի վիրահատություն եւ ցանկացած վիրահատություն ես աղոթում եմ որ նրանց ձեռքերը դու վերցնես եւ նրանց ձեռքերով դու հրաշքանես բոլոր այն հոգիների կյանքում ովքեր որ հիմա պարկած են Տեր իմ Աստված վիրահատական այդ սեղանների վրա Եվ այն պատասխանատվությունը, որ կրում են այդ բժիշկները, թող քո փառքի համար գործի։ Տեր Հիսուս, օգտագործիր այդ մարդկանց քո փառքի համար։ Թող բժշկվեն ամեն քաղցկեղները։ Հիսուսի անով ես խոսում եմ, որ անհետանան, ներծծվեն ու հեռանան ամեն տեսակի ուռուցքները, մետաստազները։ Փառքես, ով Տեր, թող այս տեսիլքը, թող այս հաղթական աղոթքը տարածվի ամբողջ աշխարհով, թող այս աղոթքի Տեր իմ Աստված սպասողները գտնեն ու տեսնեն այս ծառայությունը Տեր։ Հիսուսի անով եմ քանդում ամեն դիմադրությունները, այս աղոթքի, այս ծառայության դեմ անօրինի կողմից կառուցված, ամեն բամբասանքների, չարախոսությունների, դատերի, ծաղրի, հեքիաթների, ազդեցությունները թող քանդվեն եւ թող քո հոգին շարժվի, բժշկելով եւ ազատագրելով, միևնույն անօրենը չի կարող Տեր իմ Աստված արգելել, ես քո խաչիդ փառավոր հաղթանակն եմ հռչակում ամեն մարմնի մեջ եւ խոնարհվում եմ քո առաջ եւ գովաբանում եմ քեզ եւ փառավորում եմ քեզ Հալելույա Շարունակիր մնալ Տիրոջ ներկայության մեջ շարունակիր մեզ հետ աղոթել շարունակիր մեզ հետ Տիրոջը աղաղակել այս երկրպագության երկի ընթացքում թող Տիրոջ հոգին շարժվի Փառքես որ մեզ լսում ես Տիրոջ զորավոր բազուկը չի կարճացել շարունակիր մնալ աղոթքի մեջ շարունակիր փակել քո աչքերը թե դու ոչ մի բան չես կարող ասես ասա Հիսուս ես քո վերքերով բժշկված եմ ասա ամբողջ օրը ասա օրվա մեջ քանի անգամ Փառքես այն հիմա ինչ որ դու զգում ես դա Տիրոջ ներկայությունն է մնա այդ ամենի մեջ խաղաղություն եմ խոսում բոլոր այն հոգիների կյանքում ովքեր որ խաղաղություն չունեն Ես աղոթում եմ, որպեսզի քո խաղաղությունը գա բոլոր այն հոգիների մտքի սրտի մեջ Տեր, ովքեր որ խաղաղություն չունեն։ Հոգին քեզ Տեր, ինչ մեծ ես դու, հալելույա, փառքես Տեր, ինչ մեծ ծրագրերը խափանիր Տեր այցելիր ամեն հիվանդներ ու հիվանդանոցները թող քո փառքի համար այս արտության կրակը տարածվի Ինչ մեծ ես դու Ինչ մեծ ես դու Ո մեծ Աստված Եվ զնեմ այս աշխարհ Որ ստեղծած Ոսկովդ քո հզոր Երբից կբերել կյանքեն այս անհամար Որ կպահես քո հոգս ամեն օր Անժամ գոչել Փառք Տիրոջը Թող Տիրոջ օրհնությունը լինի ձեր կյանքի վրա եւ Աստծո ողորմությունը Ամեն երկուշաբթի ժամը 6:30 եւ ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 կարող ես միանալ մեզ այս փոխանցես այս ուղիղ եթերը քո ընկերներին, քո բարեկամներին, նրանց ովքեր որ հիվանդ են եւ առաջնորդես որպեսզի այս աղոթներին մասնակցեն եւ կարող ես նաեւ անձամբ ներկա լինես վաղաշ վաղաշյան 12 հասցեով Երևան քաղաքում
ամեն երկուշաբթի 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30։ Տեր օրհնի, մնաք Աստծո խաղաղությամբ։